Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների մի կարևոր բաղկացուցիչ է այն հուշագիրը, որը ստորագրվեց Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, որը վերաբերվում է էներգետիկային։ Էներգետիկա ասելով այդտեղ ներառված է թե ատոմային էներգիայի ապագան Հայաստանի, թե ընդհանրապես էներգետիկ անվտանգությունը եւ Հայաստանի դիմակայունությունը հենց այդ հարթության վրա։ Սա կենսական կարևորության հարց է եւ ըստ այդ հուշագրի Հայաստանը կողմնորոշվել է, թե ով է իր գլխավոր գործընկերը այս հարցերի լուծման մեջ։ Բայց սա դեռ հուշագիր է եւ այն պետք է վերաճի համաձայնագրերի տարբեր տեխնիկական փաստաթղթերի, ռեգլամենտային փաստաթղթերի, ինչպես նաեւ մեր ներքին տնային աշխատանքի։ Ի վերջո դա լինելու է մեր տարածքում եւ այնպես չէ, որ մեր գործընկերները պետք է մեզանից ավելի շատ շահագրգռված լինեն դա իրականություն դարձնելու հարցում։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով մեր հյուրն է ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։ Բարև եք եկել, պարոն Մարջանյան, շնորհակալ եմ հրավերից։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Եվ ուրեմն պարոն Մարջանյան, դուք ուշի ուշով հետևել եք այս համաձայնություններին եւ հատկապես էներգետիկային վերաբերվող այդ փաստաթղթի բովանդակությանը, փաստաթուղթ, որը ստորագրվեց հենց այդ նույն օրը եւ բաղկացուցիչ է այսպես գլոբալ պայմանավորվածությունների, որի սահմանները նույնիսկ դուրս են մեր տարածաշրջանից, բայց էներգետիկային վերաբերվող հարցերը վերաբերվում են զուտ Հայաստանին եւ դրանք այսպես մտադրությունների մասին եւ նպատակների մասին մի հուշագիր է երկկողմ ստորագրված եւ դա պետք է իրականացվի Հայաստանի տարածքում, հանուն Հայաստանի դիմակայունության։ Նախ բովանդակային առումով դա ինչ է իրենից ներկայացնում եւ ինչ անելիքներ են առաջիկայում, որ կարելի է ընդունել որպես մեր տնային աշխատանք։ Համեցեք։ Այս հուշագիրը շատ կարևոր երևույթ է ինքնին, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներ Հայաստան համագործակցությունը կառուցվում է ինստիտուցիոնալ հենքի վրա, ինչը շատ ուրախալի է, չի կրում սիտուացիոն բուրնույթ, հիշեցնեմ, որ այն ըստ էության շարունակությունն է հանդիսանում դեռևս նախորդ ադմինիստրացիայի հետ կնքած խարտիայի տրամաբանությանը, այս տեսանկյունից սա շատ ողջունելի է։ Բովանդակային առումով մի քանի առանձնահատկություններ կուզենայի նշել այս հուշագրի հետ կապված։ Նախ հիշեցնեմ, որ սա 3 հուշագրերից մեկն է եւ բացառապես վերաբերվում է էներգետիկային։ Առաջին օպերացիոն բնույթի կարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հենց հուշագրում ամրագրված է հուշագրի պարբերաբար վերանայման հնարավորություն։ Այնտեղ հատուկ դրույթ կա, որ հուշագրի դրույթները կարող են ամեն տարի վերանայվել եւ այդպես 3 անգամ, այսինքն 3 տարիների ընթացքում 60 օր նախորոք զգուշացնելով միմյանց։ Այսինքն ինքը մեխանիզմը ճկուն է եւ թույլ է տալիս ճկուն կերպով արձագանքել, ճշգրտել, շեշտադրել այն կարևորությունները, որոնք կողմերը կտան էներգետիկայի ասպարեզում Հայաստան Միացյալ Նահանգներ համագործակցության։ Բովանդակային առումով կցանկանայի ընդգծել, որ հուշագրի 4 կարևոր բովանդակային եզրերն են ապահովությունը, դիմադրողունակությունը, դիվերսիֆիկացիան եւ անվտանգություն։
Այս 4 եզրույթներն էլ չափազանց կարևոր են Հայաստանի էներգետիկ ռազմավարության տեսանկյունից։ Ես հատկապես կառանձնացնեի անվտանգություն եւ դիմադրողունակություն հասկացողությունները, նշելով, որ դիվերսիֆիկացիան մի քիչ աշխարհակաղակական երանգ ունի, բայց նորից դա լավ է, որ այդ ուշագրում դա արձանագրված է։ Ինչ վերաբերվում է ասպարեզների ուրվագծման առումով, ապա ուշագրում նորից նկարագրված է եւ սևը սպիտակի նշված է ուրեմն 4 ասպարեզներ կամ վերջից դա էներգետիկ օբյեկտների եւ էներգետիկ ենթակառուցվածքների կիբերանվտանգության ասպարեզում մակարդակի բարձրացումն է մի խնդիր, որը չափազանց կարևոր է թե Հայաստանի, թե տարածաշրջանի համար, մանավանդ հաշվի առնելով այս վերջին ժամանակների բուռն զարգացումները, կարծում եմ համագործակցությունը մոլորակի թիվ 1 երկրի հետ այս ասպարեզում Հայաստանի համար իրապես ռազմավարական խորություն է ապահովում։ Նախավերջին դրույթը, երրորդ դրույթը վերաբերվում էր ասպարեզ, ավելի ճիշտ ոչ թե դրույթը, վերաբերվում էր Հայաստանում կուտակիչ կայանների եւ մասնավորապես մարտկոցային կուտակիչ կայանների հնարավորության հետ։ Այստեղ եթե թույլ տաք մի երկու բառով նկարագրեմ, թե ընդհանրապես այս խնդիրը ինչու է ցակել։ Բան նրանումն է, որ Հայաստանում վերջին տարիներին արձանագրված է արեգակնային ֆոտովոլտաիկ էներգետիկայի պարզապես աննախադեպ զարգացում։ Հայաստանը արդեն իսկ կատարել է իր արժև ստանձված պարտավորությունը հասցնել վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը մինչև 31%, այսօր մենք ունենք 32%, եւ արեգակնային ֆոտովոլտաիկ էլեկտրական էներգիայի մասնաբաժինը մինչև 12-15%, այսօր մենք հասել ենք այդ ցուցանիշին։ Սա իրոք մեծ ձեռքբերում է, բայց աճը եւ զարգացումը տեղի ունեցավ այնքան արագ, որ ավանդական էներգետիկ կառույցները, ցանցերը, ղեկավարման համակարգը, այսպես ասած, չհասավ արեգակնային էներգետիկայի զարգացման այս չափ սրընթաց տեմպին եւ այսօր Հայաստանը կանգնած է լուրջ խնդրի առաջ, որ որոշ տարվա որոշակի սեզոններին արտադրված արեգակնային էլեկտրոէներգիան պարզապես չի կարող սպառվել։ Դրա համար չկան բավարար սպառիչներ Հայաստանի ներսում։ Եվ այս խնդիրը ծագեց նրանից, որ առաջինը Հայաստանը չունի էլեկտրական կապ Թուրքիայի հետ, չունի էլեկտրական կապ Ադրբեջանի հետ, իսկ կապը Իրանի եւ Վրաստանի հետ թույլ է։ Անցած տասնամյակներում այս բարձրավարտ էլեկտրական կապերը չզարգացան։ Ինչպես գիտեք, անընդհատ երկարաձգվում էր Իրանի հետ երրորդ բարձրավարտ գծի թողարկումը, կարծես թե հույս կա, որ մյուս տարի ամռան սկզբին այդ գիծը կհանձնվի շահագործման, սա լուրջ ձեռքբերում կլինի։ Վրաստանի հետ ցավոք սրտի բարձրավարտ գծի աշխատանքները ուղղակի անմեղթար վիճակում են գտնվում, չի սկսվել շինարարությունը, չի ֆինալացվել նախագիծը։ Ասածս նա է, որ Հայաստանը ունենալով իր հարևանների հետ թույլ էլեկտրական կապ, չի կարողանում արդյունավետ կերպով իր ներսում արտադրված արեգակնային էլեկտրական էներգիան տրամադրել իր հարևաններին եւ ինչու՞ չէ միգուցե Եվրոպա եւ այլ վայրեր։ Սա առաջի, այսպես ասած, արգելքն է Հայաստանում սրընթաց ֆոտովոլտաիկ էներգետիկայի զարգացման համար։ Երկրորդը, Հայաստանում բացակայում են այսպես կոչված կուտակիչ կայաններ, էլեկտրական էներգիայի կուտակիչ կայաններ։ Ընդհանրապես դրանք կարող են շատ տարբեր տեխնոլոգիաներ օգտագործել, օրինակ, պտտվող գեր արագ սկավառակներ, օդի սեղմում եւ մղում գետնի տակ խոռոչներ եւ այլն, այդ թվում նաեւ մեծ մարտկոցային կայաններ, այդ թվում նաեւ հիդրոկուտակիչ կայաններ, հայեկներ, pumped storage, ինչ անգլերեն կոչում։ Այստեղ տարբերությունը սովորական հեկի նրանումն է,
որ երբ որ համակարգում կա էլեկտրական էներգիայի ավելցուկ, ապա ջուրը ստորին ռեզերվուարից մղվում է դեպի վեր, այնուհետև պիկային էլեկտրական էներգիայի սպառման համար այդ ջուրը նորից վերևից իջեցվում է ներքև եւ արտադրվում է էլեկտրական էներգիա։ Սա շատ հայտնի հասում եւ արդյունավետ տեխնոլոգիա է եւ ահա պիտի ասեմ, որ այս վերջին հաշվետվությունները Միացյալ Նահանգների ինժեներական ընկերությունների եւ ասոցիացիաների, ինչպես նաեւ գերմանական եւ իսպանական ինժեներների հաշվետվությունները վկայում են, որ կուտակիչ կայանների ամենաարդյունավետ տեխնոլոգիան դա հիդրոակումուլյացիոն ուրեմն կայաններն են։ Եվ գալով Հայաստանի Միացյալ Նահանգներ այս համաձայնագրին ուրախությամբ պիտի փաստենք, որ այնտեղ հատուկ կետ կա, որը նշում է Հայաստանում կուտակիչ կայանների կառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ասում են, որ այդպիսի կուտակիչ կայաններ կարող են լինել մարտկոցային կայաններ։ Կարծում եմ, սա ուղղակի պահի տակ թելադրված լուծում է, ուղղակի ինչ-որ մի տեխնոլոգիան էլ նշել, ժամանակի ընթացքում այ հաշվի առնելով մասնագիտականի նշած մի քանի մոտեցումները, կարծում եմ, այստեղ ճշգրտումներ կլինեն եւ կնշվի նաեւ հիդրոկուտակիչ կայանի կարեւորությունը Հայաստանում եւ Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի կամ Արևմուտքի ընդհանրական աջակցությունը Հայաստանի հենց հիդրոկուտակիչ կայան կառուցելու ուղղությամբ։ Պիտի ասեմ, որ Հայաստանում այս աշխատանքները զրոյից չեն սկսվել, սկսված դեռ 80-ական թվականների վերջից Հայաստանում խոսում են հիդրոակումուլյացիոն կայանի կառուցման մասին, համաշխարհային բանկի մի համալիր ծրագրի ընթացքում մշակվել են եւ ընտրվել են հեռանկարային հարթակներ, այդպես որ կոպիտ ասած մենք գիտենք թե ինչի մասին է խոսքը գնում եւ չափազանց ուրախալի է, որ Միացյալ Նահանգների հետ այս ուրեմն հռչակ համաձայնագրում ավելի ճիշտ ուշտել մեմորանդում ուշագրում նշված է քիչ կարևորի կարևորությունը։ Երկրորդ ասպարեզը, որը նշված է այս մեմորանդում, դա Հայաստանում ատոմային մոդուլային կայանների կառուցման հնարավորությունն է։ Այստեղ էլ պետք է ասեմ հետևյալը։ Այս պահից Միացյալ Նահանգներում աշխատող մոդուլային կայաններ չկան։ Չկա անգամ մոդուլային կայանների լիցենզավորված նախագծի առկայություն։ Ընդհանրապես պիտի ասեմ, որ անցած 25-30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները բավականին ետ մնաց առաջին հերթին Ռուսաստանի, բայց անգամ որոշակի առումով նաև Հարավային Կորեայից ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Այս պահից ատոմային էներգետիկայի մոլորակի բացարձակ առաջնատարը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Բայց Թրամփի դեռ առաջի կադենցիայի ժամանակ, այսինքն 16-20 թվականներին, Թրամփը հայտարարեց, որ պատրաստվում է Միացյալ Նահանգները վերադարձնել ատոմային էներգետիկայի դաշտ եւ պատրաստվում է ապահովել ատոմային էներգետիկայի ռենեսանսը Միացյալ Նահանգներում։ Տարածիորեն մոտարապես ամիս-ամիսուկես առաջ նախագահ Թրամփը եւ իր վարչակազմը հայտարարեց 10 պիլոտային ռեակտորների մեկնարկային աշխատանքները Միացյալ Նահանգներում, դրանք եթե թարգմանենք այդ ծրագիրը կկոչվի հաջորդ սերնդի ատոմային ռեակտորների ծրագիր եւ Թրամփի այս երկրորդ կադենցիայի ընթացքում Թրամփը ջանում է Միացյալ Նահանգները վերադարձնել աշխարհի առաջատար դիրք։ Այստեղ կարծում եմ դեռ այնքան էլ պարզ չէ այդ մոդուլային կայանների օգտագործման հնարավորությունը Հայաստանում, բայց բոլոր դեպքերում կարևոր է, որ խնդիրը ներառված է հուշագրում նոր ատոմային բլոկի անհրաժեշտությունը Հայաստանում գիտակցված է եւ փաստված է կարևոր այս հուշագրում եւ սա միարժեքորեն դրական է։ Եվ վերջապես առաջինը եւ ըստ երևույթին ամենակարևորը Հայաստանի համար առաջին ասպարեզը դա
ամրապնդել տարածաշրջանում էլեկտրական էներգիայի շուկայի գոյացումը։ Ինչ է դա նշանակում Հայաստանի համար կիրառական տեսանկյունից։ Սկսել էլեկտրաէներգիայի փոխոսքերը երկուստեք փոխշավել փոխոսքերը Թուրքիայի հետ, միգուցե նաև Ադրբեջանի հետ, ուժեղացնել կապը Վրաստանի հետ, միգուցե նաև սա կլինի շատ ծանր, բայց միգուցե նաև Իրանի հետ։ Այս տարածաշրջանային ամրապնդումը էլեկտրաէներգետիկ շուկայում Հայաստանի համար իրապես կենսական նշանակություն ունի նաև այն բանի համար, որ իդեալականորեն համահունչ է խաղաղության խաչմերուկ կոմունիկացիոն եւ նույնիսկ ես կասեի աշխարհակաղակական ծրագրերի հետ, այստեղ կարելի է գտնել այս երկու մոտեցումների համադրման ուղղակի փայլուն լուծումներ, կարծում եմ առաջիկա 1.5-2 տարին հենց այս ուղղությամբ մենք ուղղակի պարտավոր ենք ձեր բառերով ասած պարոն Մերավյան տնային աշխատանքը մեր շատ լավ կատարել եւ առաջարկներ անել, թե ինչպես կարելի է զարգացնել տարածաշրջանում էլեկտրաէներգետիկայի շուկայի զարգացումը, հիմնված Հայաստանում առկա պրոֆիցիտային գեներացնող հզորությունների վրա։ Հիշեցնեմ, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ունի տեղակայված հզորությունների ավելցուկ եւ որը ի վիճակի է շոշափելի քանակությամբ էլեկտրական էներգիա արտահանել իր հարևաններին։ Ահա այսքան կառուցանցների այս ուշագրից։ Պարոն Մարջանյան, ավելի վաղ Հայաստան էր այցելել ամերիկյան Westinghouse Electric ընկերության մի մեծ պատվիրակություն, դրա մասին տեղեկատվություն տարածեց ամերիկյան դեսպանությունը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը Շվեդիա իր այցի շրջանակներում այցելեց նաև Westinghouse Electric-ի շվեդական այդ մասնաճյուղը, հա, այսպես ասենք, մի մասնաճյուղ, որը հենց մատակարարում է սովետական եւ ռուսական տեխնոլոգիաներով կառուցված ատոմակայանների այդ վառելիքի մատակարարումը եւ տեխնիկական սպասարկումը, այդ Westinghouse Electric Sweden։ Եվ մենք գիտենք, որ հենց այդ հիմնարկն է, որ ասենք ապահովում է ողջ Ուկրաինայի ատոմային էներգետիկան, արևելաեվրոպական մի շարք այլ երկրների եւս։ Հայաստանի ատոմակայանը գործողը, որը դեռ պետք է մինչև 36 թվական աշխատի, մեկին մեկ Ուկրաինայի Ռովնոյի ատոմակայանի, այսպես նմանակն է, նույնիսկ արտաքին տեսքով, հա, հզորությունը, պարամետրերը ամբողջությամբ։ Ինչ եք կարծում, ինչ հեռանկար եք դուք տեսնում այս հարցում եւ ինչ դինամիկա կա այստեղ, համեցեք։ Այստեղ կարծում եմ մենք պետք է լինենք շատ զգուշավոր եւ շրջահայաց եւ դատենք սառը գլխով։ Ընթացող այս գործընթացը իր հիմքում ունի միայն աշխարհակաղակականություն եւ որևիցե ինժեներական կամ էներգետիկ հավելյալ, այսպես ասած, արժեք չի պարունակում։ Աշխարհակաղակական տեսանկյունից արևմուտքի ճնշումն է արևելաեվրոպական երկրների եւ նախկին խորհրդային հանրապետությունների վրա, նրանց ովքեր ունեն ատոմային բլոկեր, կտրել այդ երկրները Ռուսաստանից կախվածության տեսանկյունից։ Ուստի նրանց աշխարհակաղակականությունն է հնարավորինս խորացնել այդ խզումը այդ երկրների Ռուսաստանից, օրինակ դադարեցնելով տվյալների այդ ուկրաինայի վառելիքի մատակարարումները Ռուսաստանից VVR 1200 եւ VVR 1440 ռեակտորների համար եւ փոխարինել այս ուրանային վառելիքը ամերիկյան Westinghouse ընկերության շվեդական դուստր ձեռնարկության կողմից արտադրվող ուրանային վառելիքով։ Կրկնեմ, ինժեներական եւ էներգետիկ տեսանկյունից այս փոխարինումը որևիցե առավելություն չի տալիս
լինի դա Հայաստանին, լինի դա Հունգարիային, Սլովակիային կամ Չեխիային, սա զուտ աշխարհաքաղաքական խնդիր է եւ հետապնդում է աշխարհաքաղաքական նպատակներ, այդպես որ իմ, այսպես ասած, ինժեներական տեսակետից դուրս կրկնեմ, որ Ուկրաինայի պարագայում անցնել Խմելնիցկի եւ Ռովնոյի ռեակտորների համար անցնել Վեստինգհաուզի կողմից արտադրվող տվյալների հիման վրա պահանջեց մոտավորապես 8 տարի։ Դա այդքան էլ հեշտ process չէ, ընդ որում ռիսկային process է, որտեղ ռեակտորները ի վերջո սովետական տեխնոլոգիաներով ռեակտորներ են եւ հենց ռուսական վառելիքն է այդ վառելիքային զբոր կամ որը ռուսերեն անվանում են տվյալ, այդ տվյալներն են, որոնք 100% համապատասխանում են այդ ռեակտորներին։ Փոխարինող վառելիքը միշտ էլ որոշակի վտանգներ է պարունակում, չեմ կարծում, որ Հայաստանը գտնվում է Ուկրաինայի հետ համանման վիճակում եւ Հայաստանի համար ակտուալ է ռուսական ատոմային վառելիքի փոխարինումը։ Այստեղ կան համագործակցության շատ ավելի խորը եւ շատ ավելի հեռանկարային տարբերակներ, օրինակ օգտագործել նոր բլոկի համար ռուսական կարելի ասել Վերտոյի կոչեցյալ ռեակտորը, որի ատոմային կղզին, այսպես ասած, դա ռուսական տեխնոլոգիայով պատրաստված մի բան է, իսկ մնացած ղեկավարման համակարգ, ավտոմատիկան, շարժաբերները եւ այլն դրանք ֆրանսիական եւ հարավկորեական ուրեմն տեխնոլոգիաների հիման վրա են։ Ուզում եմ ասել, որ դիվերսիֆիկացիայի հնարավորություններ այստեղ կան, բայց դիտարկել, որ Հայաստանի համար կարևոր խնդիր է անցնել ռուսական ատոմային վառելիքից Շվեդիայում արտադրված ամերիկյան դուստր ձեռնարկության վառելիքի ինժեներական եւ էներգետիկ տեսանկյունից որևիցե անհրաժեշտություն չկա։ Եվ ամփոփելով, պարոն Մարջանյան, Հայաստանում այդ էլեկտրաբաշխման մատակարարման ցանցը, այդ որ գերազանցապես դա Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն էր, ինչպես գիտեք, այդտեղ եւս ռուսական կապիտալ էր եւ կառավարման մակարդակի որակի մասին մենք պարբերաբար հաղորդակցություններ ենք ստանում եւ այսպես ասենք զայրույթ է առաջացնում ուղղակի։ Հիմա այս փոփոխությունները, որը պետության միջամտությամբ իրականացվում է, նաեւ մենք գիտենք, որ Հայաստանը այսպես քաղաքական կուրս էր վերցրել նաև էլեկտրոէներգիայի շուկայի լիբերալիզացիայի համար, այս ամեն հաշվի առնելով դուք ինչպիսի հեռանկարներ եք տեսնում այս համատեքստում, համեցեք։ Գիտեք, ինչ եթե թույլ տաք, մի երկու բառով հիշեցնեմ ընդհանրապես թե ինչպես գոյացավ Հայաստանի էլեկտրական ցանցերը, դա ուրեմն 2000-ականների սկզբին 4 առանձին ընկերություններ, այսպես ասած, արհեստական ձևով միացվեցին եւ փոխանցվեցին ռուսական մի հատ ընկերությանը, որը ըստ էության բացարձակորեն կեղեքիչ նպատակներ ուներ իր առաջ դրված այդ ուրեմն գործարքի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ընկերությունը բացարձակորեն հետաքրքրված չէ էլեկտրական ցանցերի զարգացմամբ, նրանում ուրեմն adekvat եւ համարժեք եւ արդյունավետ ներդրումներ կատարելու համար եւ այստեղ մենք մոտավորապես 6-ից 7 տարի ժամանակ կորցրինք մինչեւ դա եկավ 2015 թվականը եւ բավական ծանր խնդիրների տակ կքած այդ ուրեմն ընկերությունը վաճառվեց հայազգի ռուս բիզնեսմենների։ Ուրեմն պրոբլեմները, ուզում եմ ասեմ, այստեղ ժառանգական են,
եւ տարիների ընթացքում կուտակվում էին։ Իսկապես չէր կատարվում մոդեռնիզացիա եւ այս ոչ այնքան արդյունավետ կառավարման վրա ավելացավ հետեւյալ երևույթը, հատկապես Երևանում, բայց նաեւ որոշակի մարզերում ընթացան ակտիվ քաղաքաշինական աշխատանքները եւ էլեկտրական բեռը սկսեց սրընթաց աճել եւ արկա համակարգը ուղղակի չհասցրեց այսքան բուրըն զարգացման հետևից ցանցը չէր դիմանում, այո, պարզապես չէր դիմանում, սա միակողմյան իրավաց է, ոչ տրանսֆորմատորները, ոչ անջատիչները, ոչ մալուխները եւ այլն։ Կարճ ասած խնդիրները իսկապես արկա էին, իսկապես ծանր էին, դրան գումարած որոշակի քաղաքական ոչ այնքան խոհեմ դրսևորումները եւ արդյունքում ունենք այն ինչ ունենք, բայց նշեմ, որ Հայաստանի կառավարությունը չի խոսում ազգայնացման մասին եւ դեպի արտաքին աշխարհազդակը հստակ է, խոսքը գնում է արտաքին կառավարման մասին, ընդ որում հաշվի առնելով Ստոկհոլմյան արբիտրաժի որոշակի դիրքորոշումը, Հայաստանը պատրաստակամ է որոշակի փոխհատուցում կատարել մասնավոր սեփականատերին իր ակտիվների դիմաց, այսպես ասած կեղեքման կամ զավթման մասին խոսք ընկնա։ Այսպիսով Հայաստանը կանգնած է շատ կարևոր հիմա փուլում, թե ռիսկերն են շատ մեծ, թե հնարավորություններն են շատ մեծ։ Ահա իմ հիշատակված այս ապաշրջափակման հնարավորության, տարածաշրջանում էլեկտրական էներգիայի փոխոսքերի, առևտրի, նոր հեռանկարների բացման ֆոնին չափազանց կարևոր է, որ Հայաստանը ունենա արդյունավետ, էֆեկտիվ ներքին էլեկտրոէներգետիկ շուկա, զարգացած ցանց, պատրաստված կադրեր եւ արտաքին ինվեստորի արժեվ ունենա հուսալի պարտների վարկանիշ, որը չի պատրաստվում ոչ կողոպտել, ոչ ուժով հետ վերցնել ինչ որ մասնավոր սեփականություն։ Հասա պահի կարևորության տեսանկյունից, ինչ վերաբերվում է էլեկտրական էներգիայի շուկայի մասնավորեցման գործընթացին, ճիշտն ասած շատ մանրամասն չեն հետևել այդ գործընթացներին, բայց որքանով հիշում են, այս գործընթացը հիմնականում առաջ էր մղվում Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որոշակի աշխատանքներ արված էին, մասնավորապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշակված էին որոշակի սակագնային քաղաքականության հիմնադրույթներ, ահա այս ուրեմն ավելի մրցունակ դաշտի համար, սակայն USAID-ի փակումից հետո կարծես թե աշխատանքները այս ուղղությամբ որոշակիորեն արկախված են եւ ճիշտն ասած հեռանկարի մասին փաստացի ինֆորմացիա թարմ չունեմ, որ կիսվեմ ձեզ հետ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մարջանյան, ձեր շատ կարևոր դիտարկումների եւ գնահատականների համար, որ դուք ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, մինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Սիրով, ստեսում։ Ստեսում։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր ՄԱԿ-ի միջազգային զարգացման գործակալության էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան համաձայնություններում էներգետիկ բաղկացուցչի մեր այդ համատեքստում մեր տնային աշխատանքի, մեր անելիքների, նաև մեր շահերի ձևակերպման եւ վերաձևակերպման հարցերի հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։